Չեն բացվում համազգային թատրոնի նոր շենքի դռները։ Դեռ անցած տարվա հոկտեմբերին էր մշակույթի նախարարությունը վստահեցնում, որ 2025-ի գարնանը թատրոնի դռները կբացվեն։ Ավելի վաղ էլ 2024-ի օգոստոսին թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էր հայտնել, որ ներքին հարդարանքի աշխատանքներն ավարտելուց հետո հնարավոր է բացումը լինի 2025-ի հունվարին։ Այդուհանդերձ մինչև օրս պաշտոնական որևէ ժամկետ պատասխանատուները չեն հրապարակել։ Թատրոնի դռները հիմա էլ փակ են։ Մենք պետք է բացեինք դռները գարնանը, բայց քանի որ շինարարական աշխատանքները տեղի ունեն նաև ձմռանը եւ որոշ աշխատանքները քրտի հետ կապված չկարողացանք իրականացնել, դրա պատճառով հետ ընկավ։ Այս պահին նախատեսված փուլային շինարարությունը, որ մենք իրականացնում ենք, մոտենում է իր ավարտին։ Համազգային թատրոնը հիմնադրման օրվանից գործել է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարածքում։ Նոր շենքը սակայն կառուցվել է Անդրի Վերնո 3 հասցեում ժամանակակից պահանջներով ու տեխնիկական հագեցվածությամբ։ Շենքը նաև հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, թե քարտակներից բացի լինելու է վերելակ, իսկ դահլիճում հատուկ նախատեսված տեղեր։ Թատրոնը ունենալու երկու դահլիճ, փոքր դահլիճը, որը մենք մեր ֆիզիկի տարածքում աշխատելիս մենք օգտագործում ենք որպես փորձարարական, այսպես ասած, մեր թատերականացող ընթերցանություններն ենք ներկայացնում կամ փոքր այլ ներկայացումներ ենք այդտեղ խաղում, իսկ մեծ դահլիճը լինելու է 230 հանդիսականի համար նախատեսված։ Բեմը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին, ձայնային եւ լուսային տեխնիկան եւս նոր է։ Թատրոնի տնօրենի վստահեցմամբ համազգայինը կունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ստեղծագործական մտքերն ու ամենաինքնատիպ բեմադրություններն իրականացնելու համար։ Այս պահին մենք ունենք մի քանի ներկայացում, հենց այս պահին ընթանում են լոպեկ ներկայացման փորձերը, որ սեպտեմբերին բացման շրջանակում եւս այդ ներկայացումը պրեմիերալնելու մեր բեմում։ Բացի դրանից Սոսարքսյանի 95-ամյակին նվիրված բեմադրել ենք Լակոտ ներկայացումը իր ստեղծագործության հիման վրա, դա եւս ներկայացվել է։ Սոսարքսյանի անվան համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ։ Այն մինչև օրս սեփական շենք չի ունեցել։ Թատրոնի նոր շենքի ինտերիերի դիզայնը նախագծելու ժամանակ ըստ Մադոյանի ուսումնասիրել են միջազգային փորձը, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից թատրոնը, որպեսզի ներկայացման եկող մարդու փորձառության շղթան լավագույնս ամբողջանա։ Թատրոնի ղեկավարությունը վստահեցնում է, համազգայինը դռները կբացի արդեն աշնանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։